Սիրելի կույսեր, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն այսօր հունվարի 28-ն է իմ օրացույցով Մերկուրի օրը։ Ձեր մոլորակն է ձեզ բաժին ընկել սիրելի կույսեր եւ ինքը մեծ դեր է խաղալու փետրվար ամսին, որի մասին ես հիմա ձեզ ներկայացնելու եմ։ Նրանք ովքեր նոր են միացել, հիշեցնեմ, որ անպայման պետք է լսեք առաջինը ձեր ասցենդենտի նշանը, որի իմացությունը պայմանավորված է ձեր ծննդյան ճշգրիտ ժամի իմացությամբ եւ իհարկե արևի նշանով կույսերը այդ երկուսը միացնում եք եւ ձեզ համար կոնկրետ, ասենք փետրվար ամսվա կանխատեսումը ձեզ համար པարզ կլինի։ Ուրեմն սա այսպես եւ նշեմ, որ դուք 9-րդ տեղից հայտնվել եք 12-րդ տեղում, արդեն հասկանալի է, որ մնացել եք վերջում եւ այսինքն հետաքրքրվածությունը բավականին քիչ է եղել, բայց ես կարծում եմ պիտի որ մեծանա կամ էլ շատ խառն են կույսերը, որովհետև առավել եւս ես ասել եմ, որ 25-26 թվականի իրենց համար դժվար է լինելու եւ առավել եւս տեսեք 26 թվականի մենք մարտին ունենք, իհարկե դա սկսվում է փետրվարի 17-ից, բայց ես հիմա մի քիչ առաջ եմ անցնում եւ նշում եմ, որ մարտի 3-ին ժամն նշեմ 19:37 վայրկյան, կույսերի 13 աստիճանում կլինի ամբողջական լուսնի խավարում, որը այդքան էլ լավ խավարում չէ, սա ձեզ գիտություն սիրելի կույսեր, խորհուրդս այն է, որ դուք պետք է հենվեք, պետք է հենարան ունենաք, այսպես ասած, երկրորդ անձնավորության մի մարդ, որի վրա կարող եք հույս դնել, որի հետ կարող եք կիսել բիզնեսը կամ որի հետ կարող եք կիսել, շատ կարևոր է կիսվել եւ խորհուրդ հարցնել, իմանալ կամ հենվել տվյալ անձի վրա եւ այլն, նայած թե յուրաքանչյուր ըստ ձեր քարտեզի ինչ կարգավիճակում եք գտնվում։ Սա կարող եմ խորհուրդ տալ կույսերին, ձեր վրա հույս մի դրեք, ոչինչ չի ստացվելու եւ այսպես ինչ ունենք փետրվար ամսին, երկուսին հենց փետրվարի արևի լուսինը կհակադրվեն առուծի նշանում 14 աստիճանում Հայաստանի ժամանակով գիշերը 2:09 եւ ինչպես որ ասացի առուծի նշանում ձեր 12-րդ տունն է նախորդ նշանը տեղի ունենալու լիալուսինը, այսինքն այստեղ գիտեք ոմանց մոտ արտերկրի թեման է բավական ակտիվ եւ այդտեղ դուք արդեն ձեր անելիքները կարծես թե այդպես արդեն վերջացնում եք, ոմանք հիմա արդեն վերջացրել են միգուցե եւ ինչեւէ միջև երկուսը դուք բոլոր հարցեր ունեք արտերկրի հետ, դա կարող եք ուրեմն վերջացնել եւ աշխատանքի հետ հիմնականում կապված, ոմանք էլ միգուցե առողջական նպատակով արտերկրում բուժվում են կամ ինչեւէ այսպիսի թեմաներ կարող են լինել, համենայն դեպս այդպես ամբողջությամբ անկախված աշխատանքի մեջ կույսերը մոռանում են զբաղվել իրենցով, իրենց առողջությամբ եւ այլն, այնպես որ հետևեք ձեր առողջությանը սիրելի կույսեր կամ միգուցե ակամայից հայտնում են այնպիսի դժվարին վիճակում, որ դա ասենք բացասական է անդրադառնում իրենց առողջականի վրա, այսպիսի իրավիճակ եւս կլինի եւ հաջորդ կարևոր իրադարձությունը ուզում եմ նշել արևի օղակաձև խավարումը փետրվարը, գիտեք փետրվարը մարտը իրենք կարևոր ամիսներ են, որովհետեւ պետք է հաղթարել դժվարությունները եւ փետրվարի 17-ից արդեն կլինի արևի օղակաձև խավարումը ժամը 16:57 Հայաստանի ժամանակով արևի լուսինը կմիավորվեն 29 աստիճանում եւ այն տեղի կունենա ջրհոսի նշանում, տեսնում եք վերաբերում է այդ նորալուսինը նորալուսին արևի խավարումը դա նույն նորալուսինը, բայց շատ ավելի ուժեղ, լավ, ուրեմն այդ նորալուսինը ինքը արևի խավարումը գիտեք ինքը լավ խավարում է եւ կարող է ինչ-որ մի նոր աշխատանքի, լավ ծրագրի պրոյեկտի սկիզբ հանդիսանալ, սա նկատի ունեցեք, այսինքն այստեղ բավականին աշխատանք է թափվում, հանդիպումներ, գործողություններ, ֆինանսներ եւ այլն, այս ամենը կա եւ հնարավոր է որ այդ ներդրումից դուք կարողանաք սիրելի կույսեր ինչ-որ հարցեր կարողանալ կարգավորել ձեր բիզնեսը կամ կարողանալ կարգավորել, բայց չենք մոռանում զբաղվում ենք առողջությամբ, ինչեւէ այս խավարումը կարող է, այսինքն հնարավոր է որ process արդեն գնացել է, այս պահին չի լինում, process ամիսներ առաջ գնացել է, դուք ինչ որ գործողությունների մեջ եք եղել, արել եք ինչ որ բաներ եւ հիմա արդեն նրանք ովքեր արել են, իհարկե շատերը, որտեվ յուրաքանչյուր ունեք ձեր անձնական քարտեզը եւ հիմա դուք կարող եք մեծ հաշվով պտուղները քաղել, ինչ որ մի գործ դրել եք
նոր ռելսերի վրա, այսպես ասենք, եւ ինքը կարող է, եթե ճիշտ քայլեր է կարել, ինքը կարող է լավ աշխատել եւ դա ձեզ համար լավ կարող է լինել։ Չնայած ինչպես որ արդեն ասացի, լուսնի խավարումը դա այդքան էլ ձեզ համար լավ չէ, դե այստեղ դուք արդեն պետք է հասկանաք ինչ է կատարվում, ինչ գործողություններ, բայց դուք հետաքրքրված չեք, ես էլ արդեն շատ չեմ մանրամասնում, չնայած ահագին արդեն մանրամասնեցի, եթե ինչ որ մեծ խնդիրներ եք զգում, որովհետև հիմնականում կույսերը, երկվորյակները եւ այդ աղեղնավորներն են շատ ավելի մեծ խնդիրների մեջ, հիմնականում կամ ասենք սա կարող է վերաբերել բոլոր նրանց, ում ասցենդենտի նշանն է կույսը, երկվորյակը եւ աղեղնավորը։ Միգուցե դուք դրա մասին չգիտեք, դժվարություններ ունեք, ասում եք Հակոբյան Աննան չի ասում դժվարությունների մասին, ասում է ամեն ինչ լավ կլինի, բայց դուք ուրեմն տեղյակ չեք, որ ձեր ասցենդենտի նշանը այդ երեք նշաններից որևէ մեկն է, այսպես կարող է լինել եւ դա կարող է բերել ձեզ ուրեմն ճակատագրական փոփոխություններ, այսպիսի իրավիճակներ կարող են լինել եւ անցնենք առաջ, Ուրանն է դառնալու ուղղընթաց, ինքը հողի նշանում է, ինչպես որ դուք եք հողի նշան սիրելի կույսեր, դա ճիշտ է, ինքը այդտեղ իրեն լավ չի զգում, բնականաբար, որովհետև ինքը համարվում է վտարված, բայց բոլոր դեպքերում ձեզ համար լավ է եւ ես կարծում եմ շատերի մոտ գիտեք միջև արդեն փակվում է արտերկրի թեման, ինչ որ առումով այդպես հաճախ արդեն չեք գնա այդպես կփակվի, մի քիչ կքչանան կամ հաճախությունը կքչանա, հաճախականությունը այցելությունների, որովհետև արդեն ձեր կարիերայում դա կարող է բերել փոփոխություններ։ Բոլոր դեպքերում դուք պիտի փոփոխություն մտցնեք ձեր կարիերայում, ասենք դու երևի թե կհասկանաք յուրաքանչյուր ձեր գործը ունեք, ձեր բիզնեսը ունեք, ձեր աշխատանքը ունեք, հնարավոր է որ դուք այսինքն ավելի ընդլայն է, կամ ինչ-որ նոր ծրագրեր սովորեք, կամ նոր ուղղություններ ներառեք դրա մեջ, նոր բաներ, հա, նոր մտքեր, նոր գաղափարներ ավելի մեծացնելու, զարգացնելու առումով, այսպես կարող է լինել, եւ իհարկե Սատուրնը փետրվարի 14-ից մինչև 28 թվականի ապրիլի 13-ը գրեթե 2 տարի ինքը տեղափոխվում է խոյի նշան, դուրս կգա ձեր հանդիպակաց նշանում էր գտնվում Սատուրնը եւ հիմա ինքը կտեղավորվի ձեր ֆինանսների տան, այնտեղ է գտնվում նաեւ Նեպտունը, փաստորեն 28 թվականը ինքը այդտեղ կմնա, Նեպտունը իհարկե ավելի շատ դեռևս կմնա ձեր ֆինանսների տանը եւ ձեզ կարող եմ խորհուրդ տալ, որ դուք սիրելի կույսեր ավելի խելացի ծախսեք, ձեր ծախսերը ֆինանսների հետ ավելի զգույշ եւ խելացի վերաբերվեք, դա շատ կարեւոր է այլևս, եթե անտեղի ծախսեր մինչ այդ արել եք, հիմա արդեն չեք կարողանա անել, իսկ եթե դասեր չքաղեք, նույնիսկ կկանգնեք խնդրի առաջ, իսկ փետրվարի 7-ից մինչև փետրվարի 26-ը ուրեմն Մերկուրին ձեր հանդիպակաց նշանն է մտելու ձեր մոլորակը, հանդիպակաց նշանում է դա ձեզ համար հեշտ չի, այսինքն լրիվ ուրիշ աշխարհում կարծես թե հայտնված լինի, բնականաբար ձկան նշանում Մերկուրին ոչ միայն վտարված է, նաև անկման մեջ է, դա արդեն լավ չէ եւ այստեղ դուք հնարավոր է որ այդպես խճճված չհասկանա, գտնում եք այդպես հոգեպես անկանոն վիճակում, մտքի առումով շատերը եւ չգիտեն ինչ անել, ուր գնալ, ինչպես անել, որն է ավելի ճիշտ, իհարկե կլինեն մարդիկ, որ ասենք եթե 25 թվականին ճիշտ քայլեր են արել, հիմա այդքան խճճված չեն լինի, նրանք ովքեր 25 թվականին չեն պարզաբանել հարցը, խնդիրը, իրանք ավելի են խճճվելու, եթե 25-ում չեք լուծեք, 26-ում ավելի կխճճվեք, իսկ եթե ինչ-որ քայլեր արեք, արդեն 26-ում ավելի հեշտ կլինի, ինչեւ այդտեղ ինքը 26-ին կդառնա, ձեր մոլորակը կդառնա հետընթաց եւ դուք այստեղ լրիվ ուրիշ մտածողություն է գալիս, որ ձեզ համար շատ խորթ է եւ դուք չեք կարողանում կենտրոնանալ եւ կոնկրետ քայլեր անել, ինչեւ պիտի ինչպես արդեն ասացի վերլուծեք ձեր պարտների հարցը, ում հետ եք համագործակցում, ինչով եք զբաղվում, ինչ անեք, արդյոք նման գործելաոճ, աշխատելաձև եւ այլն ճիշտ է, կամ միգուցե ուրիշ բաներ է պետք ներառել, ինչ որ բաներ է պետք փոխել, վերանայել։ Եվ ամենակարևորը, որ բնականաբար հակադիր նշանում է, տխուր վիճակում է ձեր դեպքում
ձեր միտքը հանդիպումները կարծես թե չի ստացվում, դուք գիտեք ինչ կարող եմ ասել, սիրելի կույսեր, չեք կարողանում հիմա այն վիճակում եք, որ չեք կարողանալու փետրվարին տարբերակել, գլխավորը երկրորդականից, այստեղ է ձեր խնդիրը։ Ուստի պետք է ծանրութեթև անեք, ուսումնասիրեք ու հասկանաք։ Իսկ եթե կողքից ձեզ կարողանան ճիշտ խորհուրդ տալ, շատ ավելի լավ, սխալ ուղղությամբ չտանեն, այլ ճիշտ խորհուրդ տան, այնպես որ կարողացեք հասկանալ եւ տարբերակել երկրորդականը գլխավորից։ Ահա, սա էլ էսպես եւ իհարկե Վեներան կմտնի փետրվարի 10-ից մինչեւ մարտի 6-ը ինքը լինելու է նորից ձեր հակադիր նշանում։ Ինքը այդտեղ կարելի ասել եւ իր տանն է ինչ որ առումով եւ շատ կոնկրետ եւ իր տանն է եւ իր նշանում ավելի ճիշտ բարձրակետում է։ Այնպես որ շատ լավ է, հնարավոր է որ այստեղ հանդիպումներ լինեն, հետաքրքիր ձեզ համար ստացվի ռոմանտիկ հանդիպումներ եւ ֆինանսական որոշակի հարցեր, եթե իհարկե ձեր նշանում շատ մոլորակներ չկան, որտեղ եթե լինեն շատ մոլորակներ, այստեղ դժվարություններ կլինեն ֆինանսական էլ ավելի։ Դա այդպես եւ թերևս եզրափակենք արևի մուտքով ուրեմն ձկան նշան, ինքը եւս կտեղավորվի ձեր հակադիր նշանում փետրվարի 18-ին։ Ահա, արևը ուրեմն մտնում է այդտեղ, մի ամիս կմնա եւ հետո կշարժվի ձեր ֆինանսների տանը, այնպես որ ինչպես որ ասեցի, այստեղ ճիշտ պարտնյոր ընտրելն է, ճիշտ մարդուց խորհուրդ հարցնելն է, ճիշտ հարաբերություններն են եւ ամենակարևորը երկրորդականը գլխավորից տարբերելն է։ Սա է իմ խորհուրդը, սա է բանալիները, բանաձևը ձեզ համար, որ ես ներկայացրեցի, ես կարծում եմ այսքանը բավական է եւ շատ կարևոր խորհուրդներ էր, բանաձևեր էին, որոնք դուք նրանք ովքեր հետևում են, կլսեն, կհասկանան եւ կվերանային, որտեվ մարդը երբ որ այդ վիճակում է գտնվում, ինքը չի կարողանում մտածել, եթե նույնիսկ ինքը այդ մտքեր ունի, ինքը այդ գաղափարի տեր մարդ է, հա, այդ հասկացողության, բայց այդ պահին դու չես կողմնորոշում, դա այնպես որ նորմալ է եւ կողքից ասելը դա բավականին օգնում է, դու կարծես թե սափում ես եւ հետո մեզ խորհուրդներ, այնպես որ սա իմացեք սիրելի կույսեր, ճիշտ քայլեր արեք, որովհետեւ սկսվում է, իհարկե 25 թվականից է սկսվել, բայց հիմա առավել եւս ձեր աշխատանքին վերաբերող ինքը 17-ից կսկսվի, այդպես մինչև մարտի վերջ դժվարություններ պիտի հաղթահարեք, սա ձեզ ի գիտություն եւ չմոռանաք կիսվել, արդյոք իմ խորհուրդները ձեզ օգտակար են եւ իհարկե չենք մոռանում նաեւ լայքել, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս։ Լավ եղեք այսքան առայժմ։